Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-ից 19 Ստամբուլում էր մասնակցելու Միջխորհրդարանական միության նիստերին։ Այս ընթացքում կայացել են նրա հանդիպումները Հայաստանի հարևան երկրների Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների նախագահների, Եվրոպական միության խորհրդարանի փոխնախագահի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահի եւ Կատարի խորհրդարանի նախագահի հետ։ Իսկ ապրիլի 18-ին ազգային ժողովի նախագահն այցելել է Թուրքիայի Հայոց Պատրիարքարան։ Նա առանձնազրույց է ունեցել Սահակ Մաշալյանի հետ, այնուհետև Պատրիարքարանի նիստերի դահլիճում հանդիպել Թուրքիայում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Սիմոնյանն ընդգծել է, որ իր այցը Ստամբուլ եւ մասնակցությունը Միջխորհրդարանական միության վեհաժողովին Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ցուցիչներից է։ Այս պահին մեր միջև չկա որևէ խնդիր, որը անհապաղ լուծում է պահանջում։ Մենք սպասում ենք ցամաքային սահմանի բացմանը։ Այդ մասին բազմիցս խոստումներ են տրվել, սակայն գործընթացը երկար ժամանակ ձգձգվում է եւ ես այդ մասին տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել եմ։ Թուրքիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասն անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի բացման հետ կապված ադրբեջանական գործոնի հնարավոր ազդեցություններին։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի խորհրդարանի նախագահն իր վրացի պաշտոնակցի հետ հանդիպմանն առաջարկել է Հայաստանը ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում։ Քուրթուլմուշի հետ հանդիպման այս առաջարկին Ալեն Սիմոնյանը դրական է արձագանքել։ Հայ լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ արդյոք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի եռակողմ ձևաչափին Հայաստանի հնարավոր միացումը վերաբերում է միայն խորհրդարանական մարմնին, թե գործադիրը եւս առնչություն կունենա այդ ձևաչափին, Սիմոնյանը պատասխանել է. Մոտ 1.5-2 տարի առաջ նամակ էի ուղարկել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահներին։ Անձամբ հանդիպել եմ Վրաստանի եւ Ադրբեջանի գործընկերներից հետ եւ նշել, որ նման նամակ եմ ուղարկել։ 1.5 տարի անց Թուրքիայի կողմից պարոն Նուման Քուրթուլմուշը հայտարարեց նման նախաձեռնության մասին, սակայն սա մնում է միայն միջխորհրդարանական հարթակում, քանի որ մենք չենք կարող մտնել գործադիր իշխանության ոլորտ։ Կարծում եմ, սա միջանկյալ քայլ է, քանի որ սահմանի բացման վերաբերյալ որոշումը երկար ժամանակ է ձգձգվում է։ Ես դա ողջունում եմ եւ շնորհակալություն հայտնում։ Հայաստանը չի կարող մեկուսացված լինել տարածաշրջանից։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր խնդիրները քննարկել անմիջապես մեր հարևանների հետ։ Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա ադրբեջանական ազդեցության մասին, ընդգծելով, որ ադրբեջանական լոբբին խոչընդոտներ կարող է ստեղծել հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանն իր լոբիստական ազդեցությամբ խոչընդոտում է գործընթացը։ Մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այդ ազդեցության գերին։ Անկեղծ ասած, չեմ կարող ասել, ինչ են սպասում։ Սկզբում ասում էին, մինչև Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, սահմանը չի բացվի։ Հետո հայտարարեցին, որ այդ հարցը լուծված է։ Այնուհետև առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Մենք այն բանակցեցինք 17 կետերի շուրջ համաձայնության եկանք, սակայն դարձյալ արդյունք չեղավ։ Սիմոնյանը նաև անդրադարձել է Հայաստանի իշխանությունների եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միջև հարաբերություններին։ Վերջինս ընդգծել է, որ պետության եւ եկեղեցու միջև չլուծվող խնդիր չկա։ Խնդիրը վերաբերում է առանձին անձանց։ Ազգային ժողովի նախագահի խոսքով պետությունն ու եկեղեցին պետք է գործեն միմյանցից անկախ։ Պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, իսկ եկեղեցին պետության։ Սիմոնյանը խոսել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության մասին, շեշտել, որ թերևս ամենամեծ մտահոգությունն այն է, որ Հայաստանը չներգրավի այս գործընթացներում։ Ըստ նրա Հայաստանն ընտրել է խաղաղության ճանապարհը, որպեսզի երեխաներն ապրեն խաղաղ։ Ազգային ժողովի խոսնակն անդրադարձել է նաև սպասվող խորհրդարանական ընտրություններին եւ Սփյուռքի հնարավոր ներգրավմանը։ Այո, նման փորձեր լինում են, բայց վստահ եմ, Հայաստանի քաղաքացիները թույլ չեն տա, որ երկիրը դառնա արտաքին ազդեցության գործիք։ Սփյուռքը կարող է մարդկանց ուղարկել Հայաստան աշխատելու, ապրելու, ընտանիք կազմելու համար, բայց Հայաստանը չպետք է դիտարկվի որպես շահագործման աղբյուր։ Սիմոնյանը խոսել է 2023 թվականի Ղարաբաղյան իրադարձությունների եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասին նույնպես։ Նա նշել է, որ 2023 թվականին Ադրբեջանը փորձել է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, սակայն դա նրան չի հաջողվել։ Հայաստանն արել է եւ շարունակում է անել հնարավորը ավելի քան 100,000 ղարաբաղցի հայերին կացարանով ապահովելու եւ իր բոլոր հարցերում աջակցելու համար։ Իսկ Եվրամիության հետ հարաբերությունների հետ կապված ազգային ժողովի նախագահն ընդգծել է, Հայաստանը փորձում է վարել հավասարակշռված քաղաքականություն եւ զարգացնել հարաբերությունները բոլորի, այդ թվում Եվրոպական միության հետ։